Դե լուսանցքային կազմակերպություններին հիմա անգամ հիշողությամբ ռեֆորմիստների կուսակցություն, չեմ էլ ճանաչում, Հարությունյան, Օչարի լուսանցքային կուսակցությունների մեջ, տեսեք, ռեֆորմիստների կուսակցությունը իր ղեկավարը, ասեմ, այդ կուսակցության սեփականատերը, ասեմ, Վահան Բաբայանը, ինքը ժամանակին Արամ Սարգսյանի երիթ-թևի ղեկավարն էր Հանրապետություն կուսակցության մեջ, ինչ որ փողի հարցերով վիճաբանություն ունեցան, այնտեղ, չգիտեմ, միգուցե աշխատավարձի հարցեր, ինչ էր, լավ չեմ հիշում, եւ այդպես հուսահատված, հիասթափված դուրս եկավ եւ փորձեց ինքնուրույն խաղալ այստեղ այնտեղ միացավ մի ուրիշ խմբակի երիտասարդական կուսակցություն անունով, հետո ընդդեղից առանձնացավ, հիմա փաստորեն ունի կնիկ եւ կուսակցության կարգավիճակ, ինչը կարողանում է ներկայացնել տարբեր գործիչների, այս անգամ նրա այդ կարգավիճակից փորձել է օգտվել Վաղարշակ Հարությունյանը, հավանաբար նաև ապահովելով նյութական միջոցներ եւ ահա մենք ունենք մի խաղացող, որը ըստ էության ասելիք չունի, Վաղարշակ Հարությունյանը բավական ժամկետանց քաղաքական գործիչ է, Վահան Բաբայանը գրեթե չի երևում եւ այս կուսակցությունը կարծում եմ անփառունակ ավարտ է ունենալու այս ընտրությունների ժամանակ։ Քոչարի ազգային վերածննդուն եւ ազգի զարթոնք, հա, մաքսիմում պաթոսով, այսպես վերնագիր, Հա, Կենիայից եկած մարդն է, որ ներկայանում է որպես այնտեղ նախագահի, այսպես ասած, ոնց որ այստեղ բան է, հա, Միշիկի դերն էր կատարում փաստորեն, ընդդեղի փեսաներ, այսպես ասած, այդպես է ներկայանում եւ փող ոստիկանապետի պաշտոն ա ունեցել։ Ըստ էության փաստորեն մարդը գալիս պատմում է, որ ինքը ընդեղ օլիգարխ է եղել եւ ինչ որ գերիշխող դիրք ա ունեցել այդ երկրում, թե ինչ առաջարկում Հայաստանին, այդ առումով պարզ չի, հա, որոշ առաջարկություններ անգամ ծիծաղել են, բայց ես ըստեղ ուշադրություն դարձեցի, որ ինքը կարողացել է հավաքել այլ ժամկետած գործիչների, ինչպիսին ասենք Հմայակ Հովհաննիսյան, Վարդան Խաչատրյան, որոնք քաղաքական դաշտի տարբեր տեղերում են եղել, ամեն տեղ ըստ էության զրոյական արդյունք, բայց խոսացող բերաններ են, այսինքն, հա, կարողանում են ջուր ծեծել, ինչ որ ամպոչ գթալի նման միջամտելու սովորությունը Հմայակ Հովհաննիսյանը եւ տարիքի բերումով իրեն դա թույլ է տալիս, Վարդան Խաչատրյանը ինչ որ սիրելի թեմաներ ունի իրականության հետ կապ ունեցող կամ չունեցող կարևոր չի եւ այդպես իրենք կարող են այսպես խոսալու բան ապահովել, հա, հոսք ապահովել, կարծում եմ զրոյական արդյունավետությամբ։ Շատ հետաքրքիր հանգամանք կա Ալյանս կոչվող առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, թե ինչով են առաջադիմական, ինչով են ցենտրիստ հայտնի չի, երկար տարիներ սերժական ժամանակներում իշխանանում է այսպես, Ուրիխանյանը։ Ինչ? Այդ Ուրիխանյանը առաջ ԲՀԿ-ի Այո, ժամանակին ԲՀԿ-ից էր, հետո որոշեց առանձին խաղալ, բայց հետաքրքիր ինչ է, կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան մերժել է գրանցվել, չգիտեմ ինչով պայմանավորված։ Ներկայացնում է, որ ինքը հետ է քաշվել իբր որպեսի չփոշիացնի ձայները։ Ինձ թվում է այդպես չի, ուղղակի չեն գրանցել եւ այդ կուսակցությունը դադարել է քարոզարշավին մասնակցել։ Այսինքն մեկ անձով էր պայմանավորված, անձը չկա, ուրեմն կուսակցությունն էլ չկա։ Ժողովրդական համախմբում կուսակցությունը Սուրեն Պետրոսյանը փորձում է ավելի ազգայնական դիրքերից երևալ, կարծեմ ինքն էլ երիտասարդ ժամանակ ՀՀԿ-ի մեջ էր, ինչ որ կապ ուներ Գագիկ Բեգլարյանի հետ, հա, Սրբազան շարժման ժամանակ կողքից քայլող տղան էր, հա։ Բագրատ Սրբազանը նրան թիմակից դարձրեց, որովհետև Բագրատ Սրբազանը չէր ուզում, որ կուսակցական թիմակիցներ լինեն իր կողքը, նախկին կուսակցություններից հատկապես։ Իսկ Սուրեն Պետրոսյանը այդպես անհատ, ինքնուրույն անհատի տպավորություն էր թողում եւ նաեւ լավ խոսել գիտեր, այնտեղ կարծեմ պատմաբան է, ինչը չգիտեմ, կրթությամբ եւ փաստորեն այդպես միացավ այդ շարժմանը եւ անփառունակ ձևով դուրս եկավ, որովհետեւ ինչ որ կեղտոտ անհասկանալի կագեբեական պատմություն պատմեց որպես արդարացում իր ինչ որ մի արարքի, որ ես այդպես էլ չհասկացայի մեղքը որն էր, ինչի էր արդարանում, մի խոսքով ինչ որ մի հեքիաթ պատմեց կագեբեի կողմից, ԱԱՑ-ի կողմից առևանգվելու եւ չգիտեմ ինչ որ նրանց հետ ունեցած զրույցների մասին,
ու էս էլ է հետաքրքիր, տեսեք, մի մարդ մի քանի կոպեկ կողքից ճարելով որոշել է, որ չէ, ինքը անպայման պետք է լինի կուսակցապետ։ Ու սա մի տեսակ Հայաստանում հիվանդություն է, այսինքն ոչ ոք չի մտածում, որ պետք է ստեղծեն ինստիտուցիոնալ կուսակցություններ եւ այնտեղ միգուցե իրենց կարիերան ստացվի։ Բոլորը մի անգամից սկսում են կուսակցության ղեկավար լինելուց, հա, երբեք քաղաքականությամբ չզբաղված մարդիկ։ Կապ չունի դա ինչ կալիբրի մարդ է, ասենք։ Բայց դա գիտեք ինչից է, դա նրանից է, որ մարդ որ կուսակցություն էլ գնա, ասենք, չգիտեմ, ենթադրենք ազգային թևից է, ինքը ազգային մարդ է, գնում է ազգային թևի մեջ է փնտրում ինչ որ գործող կուսակցություններ, այնտեղ տեսնում է, որ էլի նույն կլիենտական վիճակն է, ինչ որ ձեր ասած են տեր ունեցող կուսակցությունները, դա տեր ունի կամ լավագույն դեպքում ինչ որ մի հատ կլուբ է եւ դրա համար ես ասում եմ, որ հնարավոր չէ ինքը մտնել ու դառնալ, ասենք, այն առաջատար ջութակներից, ինքը միշտ գնում է երկրորդ պլան ու որոշում է գնա ինքը իրանը բացի։ Դա ճիշտ է, բացատրություն որպես ճիշտ է, բայց ամբողջ հարցն է, որ դա տեսնելով մարդիկ պետք է սկսեն մտածել ինստիտուցիոնալ կառույցներ ձևավորելու մասին, բայց դրա համար պետք է պայմանավորվեն իրենց նման ուրիշների հետ։ Այդ փորձը, այդ տարբերակը ընդհանրապես չի քննարկվում գրեթե մեծամասնության կողմից։ Ոչինչ, դեռ դրան կվերադառնանք եւ այս լուսանցքայինների ամենախայտառակ օրինակը իհարկե դոկ կուսակցությունն է, տարօրինակ ձևով հապավում են դարձրել դեմոկրատիա օրենք կարգապահություն, այդ հայհոյախոս Վարդան Ղուկասյանն է, որ չգիտես ինչի ոմանց վրա այսպես հուզիչ տպավորություն է թողում նրա հայհոյանքները եւ սա նույնպես մեր քաղաքական դաշտի խայտառակ դրսևորումներից է, հուսամ այս անգամ հատկապես Երևանի ընտրություններում իր ձայները վաճառելուց հետո Հոկուտ Ավինյանի նա այլևս չի ստանա այն բավարար թվով ձայները, որ համարվի ինչ որ արժեք ունեցող կուսակցություն։ Երևի թե բոլոր մնացած 18-ին բոլորին անդրադարձանք,